Այսօրվա նիստում ԿՊ-ն մեկ կարևոր նախագիծ մերժեց, մյուսը ընդունեց։ Ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Կողմ էին միայն ԿՊԱ-ականները 64 հոգի։ Հայաստան խմբակցությունն էլ առաջարկել էր նախագիծ կենսաթոշակների բարձրացման մասին։ Այս նախագիծը չանցավ, որովհետև ԿՊ-ն դեմ քվեարկեց։ Այս նախագծերում ԿՊ-ի քվեարկությունը գաղափարական հակասության մեջ է։ Եվրամիություն մտնելու գործընթացի սկսումը բացատրում են այսպես. դա Հայաստանը կդարձնի անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր։ Ընդդիմությունը բերել է նախագիծ, որը հենց այդ վերջին կետի մասին է՝ բարեկեցության բարձրացման, ու ԿՊ-ն մերժում է։ Այսինքն դեմ է քվեարկում բարեկեցիկ դարձնելու նախագծին, բայց կողմ է քվեարկում, որ գնան Եվրամիություն ու դառնան բարեկեցիկ։ Եվրամիություն մտնելու համար լիքը պայմաններ կան, որոնցից են դատական համակարգը, որը խիստ հակասում է Հայաստանի վիճակին, մրցակցությունն է մյուսը, որի էլի չափանիշներից Հայաստանը հեռու է շատ, կանաչ օրակարգը, պետական գնումները եւ այլն։ Այդ բոլորով էլ հետ եք։ Հիմա բարեկեցության մասով լավ բան է առաջարկում ընդդիմությունը, դա էլ մերժում եք։